Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ աշխատասիրությունից խոսել, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում, ու երեք մի նախադասություն կարդացի կտակարանում, 5 կտակարանում Սողոմոնի իմաստություններից, որ իմաստությունը չի բնակվի չարանեն գմարթու մեջ, ու սկսեցի մտածել ու չի էլ մտնի այն մարմին, որը մեղք է գործում։ Ու սկսեցի մտածել այդ ոնց հիմա բոլորս էլ մեղք ենք գործում բան, ու որ մտածում եմ հասկացա, որ իմ մտքերով եկա նրան, որ աշխատասիրությունն է մարդուն փրկում քիչ մեղք գործել։ Պատմած կլինեմ այս տեսահոլովակ այս թեմայով, որովհետև սա ինձ համար կարևորագույններից է աշխատասիրությունը, ու հաջողությունը հենց նես չի գալու մարդուն կպնի, որ պետք է աշխատասիրություն ունենաս, որ այդ ամեն ինչը գա։ Չեմ պատկերացնում, որ Էյնշտեյնը պարապ նստած լինի, իր մոտ իմաստությունը գա գլխի մեջ մտնի, կամ այն մյուսը։ Շատ կարևոր է, որովհետև շատ ինչի եմ այս տեսահոլովակը նկարահանում, որովհետև շատ բուժառուներ ունեմ, որ ասում եմ ինչ եք աշխատում, ոչ չեն աշխատում։ Իրանց համար է սիրտս ցավում, ոչ թե իրանց կարևոր է շատ աշխատելը, շատ է, չեմ կարա նկարագրեմ ինչքան է կարևոր, երևի ամենաաշխատասեր մարդը, որ աշխարհում տեսել եմ, դա իմ պապիկս է եղել, մայրական պապիկս, որ կապ չունի ինչ աշխատանք լիներ, անընդհատ աշխատանքի մեջ է եղել այդ մարդը, որ արդեն թոշակի էր անցել, էլ գնում էր անտառներին, կորում էր, մասուր էր ման գալիս, չգիտեմ ինչ, միշտ շարժման մեջ, միշտ բարիք ստեղծելից, բարիք բերելուց, ու իմաստությունն էլ մտնում եմ քիչ մեղքեր գործելու, իհարկե դու որ չաշխատես ինչքան ժամանակ, դա ծուլություն է առաջինը, ինչքան ժամանակ ունենաս բամբասելու, ինչքան վատ մտքեր ու դեպրեսիան չի դուրս գա քո մեջից, կարևոր է ու կարևոր չէ ինչ աշխատանք է, բոլորին եմ խորհուրդ տալիս, ինչ աշխատանք կա, փուր կլինի մտեք հաց թխեք, կապ չունի ինչ է, չմտածեք որ դուք ես մեծ կրթություն ունեք, եսի ինչա ձեզ հարմար աշխատանք է պետք, սիրուն ես մեկը սիրուն տեղ աշխատում կամ ես ինչ որ սիրուն նկար ցույց տվեցի, որ ես sense վիրահատություն եմ, ես միշտ sense վիրահատություն չեմ արել ժողովուրդ ջան, որ իմանաք ինչ ճանապարհով եմ գնացել միջև դրան հասնեմ, լացներդ կգա, դա ինչ չի հո։ Ես հիշում եմ մի տեղ աշխատում էի, երկար է պատմությունները, որ սաղ պատմեմ, տեսահոլովակները վերջ չեն ունենա, ուրեմն մի լավ պատմեմ, հետաքրքիր պատմություն է, ուրեմն ավարտել եմ արտինատուրան, ասպիրանտուրան ավարտել եմ, ասպիրանտուրայից հետո ասպիրանտուրան երևի պատմել եմ, որ Կուլակովի անվան կլինիկայում էի գրված, որ դեռ Կուլակովի անվան չէր, Կուլակովն էլ իմ ղեկավարն է եղել, բայց ես հասկացա, որ այդ հիվանդանոցում ինձ վիրահատել չեն թողելու, որովհետև շատ բարձր մակարդակի եւ այլն, եւ խնդրեցի, որ գնամ Բոտկինի հիվանդանոցում իմ դիսերտացիայի նյութը հավաքեմ, Կուլակովն էլ իմ ղեկավարն էր, թույլ տվեց, ու 2 տարի ասպիրանտուրան ավարտել եմ այդ Բոտկինի հիվանդանոցում հավաքել այդ նյութս, դիսերտացիան գրել, պաշտպանել, դրանից հետո 3 տարի անվճար գնացել Բոտկինի հիվանդանոցում աշխատել։ Սա որտեղ ասեմ, որ ես Մոսկվայի մի ծայրից դուրս գամ, գնամ հասնեմ այն մյուս ծայրը, անվճար աշխատեմ 3 տարի։ Ինչի է դա այդպես անում, որովհետև անձնագիր չունեի, որ աշխատանքի տեղավորվեի, կարային տեղավորեին պոլիկլինիկա կամ ինչ-որ մասնավոր կլինիկաներ, բայց ինձ պետք էր այդ վիրահատությունները շատ էր ինձ համար կարևոր։ Համ էլ այդ ընթացքում պարապում է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունները, ուրեմն 2 շաբթից մինչև 5 շաբթի գնում էի Բոտկինի հիվանդանոցում, բժիշկներին հավասար աշխատում, բայց ուրբաթ օրեր իրանք վիրահատություն չունեին, ուրբաթ շաբաթ կիրակի էլ պարապում է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունները, որ հանձնեմ։ Սա դրանից հետո տեղավորվում եմ մի հատ պոլիկլինիկա, ու դա էլ է շատ հետաքրքիր, որ անձնագիրս վերցրեցի, արդեն իմ բոլոր Շահումյանի բարեկամներին, բոլորին, որ աշխատանք ինձ ճարեն, ու ճարում են, գտնում են մի տեղ, որ էլի աշխարհի մյուս կողմ պոլիկլինիկա, ես էլ ուրախացած, որ դες լուրջ մարդկանց ենք խնդրել, շատ լավ բան, գնում եմ մի տարի այդ գնում պոլիկլինիկա աշխատում, հիշում 27000 ռուբլի է ստանում այն ժամանակ, բայց այդ 27000 ռուբլին այնքան մեծ գումար էր այն ժամանակ, որ այդ քննությունների գումարներն են վճարել, այդ գրքեր եմ արել, որ այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունները պարապեմ, թռնեմ, թռիչքը գնալ, այնտեղ ապրել է, ինչ որ ահագին էր, հիմիկվա գները չի։
ջեր ու հետո տենց երևի մի տենց կես տարի աշխատում եմ շատ ուրախացած, որ ես ինչ լավ է որ գործ ունեմ, իհարկե զուգահեռ հերթապահություններ ունեի հիվանդանոցում, բայց ու կես տարի հետո մի աղջիկ է ընդունվում պոլիկլինիկա, մեր բաժին ու իրան որ արդեն ընկերանում ենք, բան իրան մի կողմ եմ քաշում, ասում լսի դու ոնց ես ընդունվել ստեղ, ասեց ինտերնետով ոնց ինտերնետով ես հազար ձևի մարդ եմ մեջ մտրել, որ ինձ տեղավոր են աշխատանքի ու արտեղից արդեն ես սկսեցի ինքնուրույն ինտերնետով տեղավորվել աշխատանքի Դրանից հետո պոլիկլինիկայից հետո արդեն ընդունվում եմ իրոք շատ լուրջ տեղ, որտեղ գները արդեն չեմ կարող ասեմ ես ինչ աշխատավարձ եմ ստանում, ես այն եմ մենակ հիշում, որ աշխատանքից բացի ժամանակ չի ունենում այդ գումարը ծախսելու, բայց աշխատանքից մի օր դուրս եկա այդ Վերսկոյի վրա էր այդ տեղը, որ մտա Տրուսարդի ու ասեցի ես ինչ էժան խանութ է, որտեղ ամեն ինչ արդեն կարայի գնայի ու բայց աշխատանքներից արանքում եղել է տեղ, որ ես մի աշխատանքից պետք է փոխեմ մյուս աշխատանքը տեղավորվեմ ու եղել է որ ամիս ու կես ես պետք է սպասեի որ ինձ կանչեին այն մյուս տեղը ու այդ ամիս ու կեսը ես գնացել եմ ընդունվել աշխատանքի ու պատմեմ ինչ աշխատանքի Մոսկվայում ապրողները կիմանան երևի գեմոտեստ լաբորատորիա կա այդ լաբորատորիայից մեկում գինեկոլոգի կաբինետ էին բացել ու ես մտնում եմ այդտեղ որ ամիս ու կես պարապ չնստեմ միջև այն մյուս աշխատանքս լինի ու հետաքրքիր էր որ այդ լաբորատորիա է գալիս են մարդիկ անալիզներ հանձնում քսուկներ հանձնում ու այդ քսուկները հանձնում են իմ կաբինետում թե կանայք թե տղամարդիկ ու հենց որ տեսել դե համակարգիչը դեպի պատներ ես այդտեղ աշխատում եմ որ տեսնում եմ դե տղամարդիկ են մտնում որ քսուկ հանձնեն բուժքույրները այդ քսուկները վերցնում թե կանանց թե տղամարդկանց ես դուրս եի գալիս միջև այդ բուժքույրների հետ զրուցեմ միջև մտնեն որը մի տղամարդ է մտնում կներեք որ գնա քսուկ հանձնի ես էլ այդ պահին դուրս եմ գալիս ու ինքը ասենց ինձ ցույց է տալիս ասում եմ ես ուզում եմ որ ինքը վերցնի ինձ ես վերցնեմ իր քսուկ Ուզում ասեմ, դե դեբիլները ամեն տարեկան նշի, որ մենակ մեր երկիրն է դրանով առատ։ Բայց ուզում եմ ասեմ, կարևոր չի որտեղ եք աշխատում, կարևորը որ աշխատեք, բարիք բերեք, գումար վաստակեք, փորձ է, շատ բան է տալիս այդ ամեն ինչը, որովհետև որ իմաստությունը մտնի մեջներ այդ ժողովուրդ ջան, իմաստությունը գալիս է իրոք Աստծուց, գտակարան կարդալուց, ուրիշ բան է, եթե դուք երեխաներ եք մեծացնում, հղի եք, կերակրող մայր եք, իհարկե ձեզ չի սա վերաբերվում, բարիք է դա տեղով աշխարհի ամենակարևոր գործն է, մանավանդ մեր երկրի համար, բայց մնացածներս եկեք աշխատենք, որ քիչ մեղ կգործենք, իմաստությունը մտնի մեր մեջ, մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ